Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Այսօրվանից սկսում ենք Հուդա առաքյալի ընթանական նամակը։ Տեսնենք ինչ ասում առաջին երկու համարներում։ Հուդան ծառան Հիսուս Քրիստոսի եւ եղբայրը Հակոբոսի, հեթանոսների դու սիրված եք Հայր Աստծուց, պահված եւ ընտրված Հիսուս Քրիստոսի համար։ Թող ողորմությունը, խաղաղությունը եւ սերը առատ լինեն ձեզ համար։ Հետաքրքրական է, որ Հուդա առաքյալը սիրելիներս իր նամակը որ սկսում է չի հիշատակում, թե ինքը որ ազգատոհմից է կամ ոչ էլ իր հոր անունով է ներկայանում, այլ իր եղբոր Սուրբ Հակոբոս առաքյալի, ով քրիստոնեական եկեղեցու սյուներից մեկն էր։ Սուրբ Ստեփանոսից հետո երկրորդ նահատակը Հակոբոս առաքյալն էր, որ քրիստոնեական եկեղեցու Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր եւ առաքյալների մեջ առաջին նահատակը։ Երկրորդ Հուդա առաքյալ իրեն շատ խոնարհ է ներկայացնում, ինքը լինելով Հիսուս Քրիստոսի ազգական նրա երկրորդական եղբայրը, բայց իրեն ներկայացնում է որպես Հիսուսի ծառը, նաև մեզ հիշեցնելով, որ երբեք մենք հարուստ ու հայտնի ազգականներով չհպարտանանք եւ նրանցով չփորձենք առաջ գնալ այս աշխարհում, այլ ինքներս մեզ Քրիստոսով առաջնորդենք դեպի փրկություն։ Եվ այստեղ 3 կարևոր կետեր է նշում. սիրված եք Հայր Աստծուց։ Սա վերաբերում է բոլոր ժողովուրդներին, բոլոր ազգերին։ Աստված մեզ սիրեց եւ ճշմարիտ թագավոր այս երկրի վրա Աստված ինքն է։ Սակայն մենք իբրև քրիստոնյաներ զգուշ պիտի լինենք, որպեսզի մենք էլ հрьяաների պես մեր սրտերը չկարծրացնենք եւ այս երկրի վրա այլ թագավորներ չփնտրենք, ինչպես այսօր շատ շատերն անում են, հավատում են Աստծուն, բայց պաշտում են մարդկանց եւ մարդկանց հետ է կապված իրենց կյանքի բարօրությունը։ Երկրորդ, ընտրված ենք Հիսուս Քրիստոսի համար։ Աստված մեզ մաքրեց, սրբացրեց իր որդու արյունով։ Հնում, երբ որ մարդիկ ծառաներ էին դառնում, նրանց ճակատներին դաջում են իրենց տերերի անուններ, եւ այս ծառաները այլևս չէին կարող ուրիշների մոտ ծառա լինել։ Երբ որ մենք Քրիստոսով մկրտվեցինք, դարձանք նոր մարդիկ եւ մկրտության ժամանակ Սուրբ Մերոնը առաջինը մեր ճակատին է դրվում խաչաձև, որով մենք պատկանում ենք Աստծուն հավիտյան եւ որդեգրվում ենք Հայր Աստծուց, դառնալով նրա որդիները։ Երրորդ, մենք պահված ենք Աստծուց։ Մեր պահապան Աստված է։ Զաքարիա մարգարեն շատ գեղեցիկ մի տող ունի, ասում է, ով որ մոտենում է կամ հարցում է ձեզ վրա, նման է նրան, ով ինքն իր աչքին է հարվածում։ Ուրեմն եթե մենք պահված ենք Աստծուց, նշանակում է մեզ ոչ ոք չի կարող հարվածել։ Եվ վերջապես 3 կարևոր պատգամներ ու շնորհներ է մաղթում մեզ Հակոբոս առաքյալը։ Առաջինը ողորմություն։ Երբ որ մենք մեղքի մեջ էինք, Աստված ողորմություն արեց մեզ իր որդուն զոհաբերելով մեր փրկության համար։ Մեր փրկությունը Աստծո ողորմությունն է, սա մեր արժանիքը չէ, եւ այդ ողորմությամբ Աստված մեզ տալիս է հավիտենական կյանքը։ Երկրորդ, խաղաղություն։ Մարդիկս խաղաղություն չենք սիրում։ Մենք վախենում ենք խաղաղությունից։ Ցավոք այս աշխարհի մեջ մարդիկ ավելի շատ պատերազմ են սիրում, քան խաղաղություն, եւ հերոսները ծնվում են պատերազմում, ոչ թե խաղաղության մեջ։ Բայց եթե մենք Քրիստոսի խաղաղություն ունենանք, ինչքան էլ մեր շուրջ ալեկոծված լինի, մենք այդ խաղաղության համար պիտի պայքարենք, որտեղ Հիսուս ասում է երանի խաղաղարներին, որտեղ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Եվ վերջապես սեր։ Առանց սիրո անհնար է այս աշխարհի մեջ ապրել։ Եթե Աստված սեր է, մենք սիրուց ծնված ենք, որը մենք էլ սիրով պիտի ապրենք։ Բայց եթե սերը մենք գործածենք մեր անձնական նպատակների համար, այն կործանարար կդառնա յուրաքանչյուր մեկի համար։ Ով ճաշակել Աստծո սերը, գիտի ինչ է Քրիստոսի սիրով ապրել այս աշխարհի մեջ, որ մենք այդ սիրով կարող է հաղթահարել աշխարհի բոլոր դժվարությունները եւ սիրով փակել այն ճանապարհը, որ տանում մեզ դեպի կործանում եւ հավիտենական կորուստ։